Բարձր էներգիաների ֆիզիկան ուսումնասիրում է տիեզերքի և բնության կառուցվածքը, բացահայտելով նյութի ամենախորքային հատկությունները։ Հայև արտասահմանցի գիտնականները, երիտասարդ հետազոտողները ոլորտային վերջին իրադարձությունները քննարկել են Երևան ՉԵՊ 2025 ամենամյա գիտաժողովում։ Արձանագրել են, մեր երկրում էլ այս ուղղությամբ նվաճումներ կան։ Բարձր էներգիայի ֆիզիկան ընդհանուր առմամբ ուրեմն ի նպատակն է ուսումնասիրել գիտության բնության ֆունդամենտալ հատկությունները, հա, այստեղ լայնորեն ներկայացված են աշխարհի տարբեր արագաճային կենտրոններում իրականացվող այս հետազոտությունները։ Գիտաժողովում ներկայացվել է շուրջ 60 զեկույց ֆիզիկայի արդիտեսությունների և տվյալների վերլուծության նոր մեթոդների մասին։ Ինքը իհարկե իր հետ բերում է նաև նոր համագործակցությունների հնարավորություն, ստեղծված արդեն գոյություն ունեցող համագործակցությունների խորացման և ընդլայնման այս հեռանկարները նույնպես կան։ Կոնֆերանսը գիտաշխատողների համար դարձել է տեսական գիտելիքները գործնականում ստուգելու, նաև փորձի փոխանակման արդյունավետ հարթակ։ Կազմակերպիչների խոսքով նման միջոցառումները հնարավորություն են տալիս երիտասարդներին ներգրավվելու միջազգային գիտական նախագծերում։ Այստեղ քննարկվել են կարևոր թեմաներ, որոնք ակտուալ են ամբողջ աշխարհում։ Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունն օգնում է մոտիկից ծանոթանալու բարձր էներգիաների ոլորտի նորարարություններին։ Ուրախ եմ, որ մեր շարքերում տեսնում եմ նաև շատ երիտասարդների։ Գիտաժողովը կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի և ազգային գիտական լաբորատորիայի գործակցությամբ։ Մասնագետները վստահ են, նախաձեռնությունը կնպաստի մեր երկրում ոլորտի արդիականացմանն ու նորարարությունների տեղայնացմանը։ Արամ Մանանդյան, Հովհաննես Քյուրքչյան լուրեր։